Մենք սննդից ստանում ենք վիտամիններ եւ այն մոտեցումը, որ բոլոր ամբողջ սնունդը փչացած է եւ ոչ մի վիտամին էլ չենք ստանում հիմիկվա սնունդը գմո, या չգիտեմ, այնտեղ պեստիցիդներով եւ մնացածներով վանա, այստեղ մենք հասկանում ենք, որ մեզ ուզում են խափած լինեն, որովհետեւ եթե մարդը սնվում է առողջ եւ բալանսավորված, իրան ոչ մի տեսակի բադեր պետք չեն, ոչ մի տեսակի կենսաակտիվ հավելումներ, վիտամինչիկներ, այսպես ասած, պետք չեն։ Եթե ձեզ հատուկ չեն նշանակել եւ չեն վերցրել արյունը եւ չեն ասել, որ կոնկրետ այս վիտամինը այս երկաթը 5 ֆերիցինը 5 է։ Այո, օրինակ, հա։ Այդ շատ խնդալի դեպք է ասվերցած վիրահատարանում անեստեզիոլոգ ասեց ես շուտ դուս եմ գալիս, որովհետեւ ֆերիցինը ասում հեմոգլոբինի 30 ծանր հիվանդ ենք ընդունում, ասում բան է, խաշած բուլյոն տվեք, բանալ լրիվ այդ բանը, սա այդ դեպքերի մասին չի։ Այո, հա, բնականաբար։ Հումոր էր, ուղղակի այդ դեպքերի մասին չի, բայց դեպքեր կան, երբ որ մարդիկ ախր սննդի մասին, երբ որ ես պրակտիկ բժիշկ եմ աշխատում, պրակտիկ հիվանդությունների հետ, ու երբ որ հիվանդին ասում ես քեզ օրինակ տեստոստերոնի բարձրացման համար պետք է ցածր ածխաջրային, բարձր այնտեղ սպիտակ, ոչ թե սպիտակության ճարպեր, սպիտակ մսեղեն պետք է շատուս, բանջարեղեն պետք է շատուս, հիվանդը ասում է դեղ չկա խմեմ անստի, այսինքն ինքը չի ընկալ, հեշտ է։ Չի ուզում ընկալի, որ դու օրական այսքան գրամաժով միս ուտել, այսքան բանջարեղեն ուտել։ Վիտամիններն էլ է շատ հեշտ խմելը, որովհետև այնա ես կխմեմ այդ մուլտիվիտամինը եւ շատ չեմ մտածի, ես մթերքի մեջ կար, ես մթերքի մեջ չկար, այդքան պատրաստ եմ, այդքան բազմազան սիրուն դնեմ ամեն ինչ, այդքան ասում են այնց էլ բարդ են ասում, բան չեմ հասկանում։